Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Փետրվարի վերջին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաց առատձյուն, ինչը բերեց տրանսպորտային կոլապսի եւ բազմաթիվ վթարների։ Ըստ ձեզ մարզային եւ Երևան քաղաքի իշխանությունները որքանով էին պատրաստ ձյան տեղումներին։ Ընդհանուր պատկերը 17.1%-ը նշել է, որ միանշանակ պատրաստ էին, ավելի շուտ պատրաստ էին նշել են 21.7%-ը, 13.5%-ը նշել են, որ ավելի շուտ պատրաստ չեն եւ ընդհանրապես պատրաստ չեն նշել է 45.4%-ը, եւ ստե մենք ունենք առանձին մարզային կտրվածքով վերած տվյալները եւ Երևան քաղաքի տվյալները։ Երևանի տվյալները, որ նայում ենք, միայն 5.3%-ն է նշել, որ միանշանակ պատրաստ էին այդ ձյան տեղումներին եւ 58.6%-ը նշել է, որ ընդհանրապես պատրաստ չեն եւ 17.7%-ը նշել է, որ որոշ չափով էին պատրաստ։ Այսինքն մոտավորապես 80%-ը մեր Երևանի բնակիչների պատասխանել է, որ այդ տեղումներին պատրաստ չեն եւ միայն 5.3%-ն է նշել, որ իշխանությունները պատրաստ էին նման տեղումներին։ 2025 թվականի փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ինչ եք կարծում, Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի, փոփոխության ենթարկվի։ 18.4%-ը նշել է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ։ 7.5%-ը նշել է Հայաստանի Հանրապետության անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, նշել է 59.6%-ը։ 14.5%-ը դժվարացել է հարցի պատասխանը, այստեղ ինչն է հետաքրքիր, որ մենք նաեւ բերել ենք 2024 թվականի հունվարի տվյալները, երբ որ Նիկոլ Փաշինյանը առաջի անգամ դրա մասին խոսեց, օրակարգ բերեց այս հարցը։ Լավ չէ, նորից խնդիրներ տալի ավելի ես անջատեմ եւ մենք այս խնդիրը չունենանք ընդհանրապես։ Մենք բերել ենք տվյալներ հունվար 24-ի, երբ որ 14% էր ասում, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել, 13% ասում էր, որ անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն եւ 34.2%-ը նշել էր, որ սահմանադրությունը պետք չէ փոփոխել, պետք է մնա անփոփոխ եւ 38%-ը նշել էր, որ դժվարանում է պատասխանել։ Ես իհարկե այդ սլայդերը ձեզ կտամ, իրականում պատկերը բավականին տարբերվում է, եթե նայենք նաեւ հուլիսի 24-ի իրական ասած հարցումը, երբ որ Ալիևն էր բարձրաձայն այդ խնդրի մասին, որ Հայաստանը պետք է փոփոխի այդ մեր սահմանադրությունը եւ այնտեղ պատկերը իհարկե ավելի ուրիշ էր, միայն 11% էր նշել, որ պետք է որոշակի դրույթներ փոխել եւ 3.3% էր միայն նշել, որ սահմանադրության Հայաստանի Հանրապետությունը առաջնություն ունի նոր սահմանադրության։ Ինչևիցե պատկերը հիմա ավելի, այսպես կարող եմ ասել, զուլալվել է եւ միանշանակ կարող եմ ասել, որ մեծամասնությունը մեր քաղաքացիների դեմ է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի։ Եթե հետո պետք կլինի, ես կթերթեմ սլայդերը, դուք կտեսնեք էլի, հա, գրավելով։ Так. Մյուս հարցը, որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Այստեղ մենք մի քանի պատասխանների հնարավորություն ունենք եւ 27.8%-ը նշել է Ռուսաստանի հետ,
25.8%-ը նշել է Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ նշել է 15.5%-ը, Իրանի հետ նշել է 13.3%-ը, ոչ մեկի հետ նշել է 11%-ը եւ 3.4%-ը նշել է Եվրասիական տնտեսական միության հետ։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 27.8%-ը, ես կարծում եմ այս տոկոսները կարելի է գումարել եւ եթե մենք գումարենք մոտ 32%-ը կստացվի, որ այդ դեպի Ռուսաստան եւ դեպի ԵԱՏՄ-ը եւ այս առումով կարող եմ նշել փոփոխությունը, որ ի տարբերություն մեր նախորդ տարվա տենդենսների դեպի Եվրամիություն ավելի շատ ձգտելը, այստեղ մենք գրանցել ենք կրկին հետադարձ ուղղվածություն եւ Ռուսաստանի հետ ձգտումը դեպի Ռուսաստան ավելի մեծ է, քան թե Եվրամիության հետ համագործակցություն, չնայած Եվրամիության հետ նշել են 25%-ը, կան քիչ չէ։ Ընդ որում նշեմ, որ այս հարցի հեղինակն է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը, մենք խնդրել ենք տարբեր մեր գործընկերներին տրամադրել մեզ որոշակի հարցեր եւ Բենյամին Մաթևոսյանը առաջարկել էր այս հարցը։ Եվս մեկ հարց է առաջարկել Բենյամին Մաթևոսյանը, որը ես կկրկնեմ, ինչպես եք դուք անձամբ պատրաստ պայքարելու ձեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։ Եվս մի քանի պատասխանի հնարավորություն կա։ 43.9%-ը նշել է պատրաստ եմ քվեարկել կուսակցության կամ առաջնորդի օգտին, ով իրական տնտեսական ծրագիր կներկայացնի։ 18.4% նշել է արդեն պայքարում եմ, բոյկոտում եմ տրանսպորտի թանկացման, 100 դրամից ավել չեմ վճարում, ընդ որում 18.4%-ը խոսքը գնում է ամբողջ Հայաստանի քաղաքացիների շրջանում, որովհետև կան մոտիկ շրջանի բնակիչներ, Աբովյանի, Արարատի, որը որ գալիս են այստեղ եւ ասենք ուսանողություն կամ աշխատում են Երևանում։ Եթե նայում ենք միայն Երևանի բնակիչության մեջ, այդ դեպքում 27%-ը նշում, որ բոյկոտում է արդեն իսկ եւ չի վճարում կամ վճարում է 100 դրամ։ 8.1%-ը նշել է, որ պատրաստ եմ գնալ հանրահավաքների եւ փողոցներ փակել։ 5.6%-ը նշել է, որ պատրաստ եմ միանալ համապետական գործադուլներին եւ այլ մեկ նշել է 1.6%-ը։ Ոչինչ չեմ այն նշել է 15.2%-ը եւ դժվարացել է պատասխանել այս հարցին 17.6%-ը, ինչպես ասացի, այս հարցը եւս մեր գործընկեր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն է առաջարկել։